Նախ ողջույն իմ դիտորդին, ուրեմն երեք իմ կանխատեսումների տակ մեկը գրել էր, որ սուտ ես ասում, Նիկոլը չի տվել Արցախը։ Նախ այդ սուտ ես ասում բառի համար դու քո պատասխանը կստանաս, պարտադիր, ես այդպես չեմ թողի, որովհետև ինձ չկա ինչ-որ մեկը, որ ասի, որ ես ստախոս եմ։ Որովհետև ամբողջ կյանքս ես ատել եմ սուտը ու սուտ խոսաններին, հիմա ստախոսը դու ես, ու ես քեզ կապացուցեմ, թե դու ինչքան խեղճ, ճղճին, զոմբիացած վիճակի մեջ ես, ուղղակի եթերային ես իմ մակարդակը թույլ չի տալիս քեզ ասեմ են, ինչ որ մտածում եմ ես քո մասին, ու մեկ էլ մի հատ Լուսիա էր, Լուսինե էր, չեմ կարող ասեմ, չեմ հիշում, եկել էր գրել էր, որ գուշակությունը մեղք է, էս էն է, հա, լուրջ, ճիշտ ես ասում, դե գնա դու քո ծնկաչոք կյանքը վայելի, իսկ իմ համար ոչ մեկը դոգմաներ ու սահմաններ չի կարող գծել, դու քո կյանքով ապրի, գնա քո էջում, ու միշտ նկատել եմ, սենց մի հատ ապուշ կովի ժպիտ ունեն, իբր քարոզ են անում, սենց մի տեսակ ժպիտով, բան էլի, ասես ողորմելի վիճակները, որ եկել եք դու քո աչքի միջի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի միջի շիվն ես տեսնում, քեզ ինչ, ես ինչ հանեմ ինքս եմ պատասխան տալու, ու եթե դու ծնված լինեիր Հնդկաստանում, քո համար ճիշտ էր օձը, շիվան եւ այլը, ի տարբերություն քեզ, ես ապրում եմ գիտական գրքերով, ես կարդում եմ բնության մասին, ես կարդում եմ տիեզերքի մասին, ինչ որ ստեղծել է Արարիչը, Հիսուսն էլ էր ասում, որ իրան դավաճանելու են, գուշակում էր, ահա, ու էդի մեղք էր, ձեր ուղեղը այսենց մի հատ գիրք են տվել, այսենց այդ գրքով տվել են ձեր գլխին, ու դուք այն գրքից են կողմ, չեք ասում, հələ կայնի մի հատ էլ ուրիշ գրքեր կարդամ, տեսնեմ ինչ կա, մի քիչ զարգանամ, մի քիչ հասկանամ, այսինքն եթե գրքի տեղը խոտ դնեին, դուք նորից կուտեիք ու կասեիք ճիշտը խոտ ուտելն է, այսպես, մի վիրավորեք, որ չվիրավորվեք, իսկ հիմա, քանի որ ես արդեն հարցը տվել եմ, և ես այս հարցի պատասխանը հողերի հանձման, գերիների հետ, հա, ասալայի և տարբեր տեսակի կանխատեսումներ արել եմ և դա Հայաստան և գլոբալ հարցեր կամ բացահայտումներ իմ պլեյլիստում է, բայց այսօր մի հատ էլ կանրադառնամ, որպեսզի թարմացնեմ հարթ ունեցողների ուրեմն գլուխը, միտքը, ուրեմն ես այսօր Ուիլյամ Լիլիի ավանդական աստղաբանության հորար քարտեզով լրիվ մանրամասն ստուգել եմ, Արցախը տվել է երկրի ղեկավարը, թե չէ։ Վերլուծությունը հիմա կատարում եմ Մունդան համաշխարհային քաղաքական հարցադրումներով։ Քարտեզի արմատական ստուգում ուրեմն, ասցենդենտը գտնվում է ցուլ նշանում, ասցենդենտի աստիճանը վաղ կամ ուշ փուլում չէ, տալիս է 14-ից 20 աստիճան, միջակայքում, ինչը նշանակում է, որ քարտեզը պատրաստ է դատողության և մեկնաբանության։ Մոլորակների վիճակը Յուպիտերը Մերկուրին գտնվում են 4-րդ տան կուսպի հիմքի մոտ, ինչն ուժեղացնում է տվյալ տան նշանակությունը։ Գլխավոր սիգնիֆիկատորների կառավարիչների բաշխումը, հարց տվող առաջի տուն ցուլ, կառավարիչը Վեներան գտնվում է կշռքի նշանում 6-րդ տանը։ Իշխանության ղեկավար 10-րդ տուն ջրոս, կառավարիչն է Սատուրնը, ավանդական կառավարման համակարգ Սատուրնը գտնվում է Խոյ նշանի 12-րդ տանը։ Տարածք հայրենիք հարցի վերջաբան 4-րդ տուն այռուց, կառավարիչն է Արեգակը։ Լուսին գործընթացների ընդհանուր ընթացքի և ժողովրդի համասիգնիֆիկատորը գտնվում է աղեղնավոր նշանում 7-րդ տանը։ Մոլորակների էսենցիալ պատահական վիճակները, ղեկավարի 10-րդ տուն, վիճակը Սատուրնը Խոյում,
Լիլիի կանոններով Սատուրնը խոյում նշանակում է գտնվում է իր անկման մեջ և այն 12-րդ տանը գաղտնի թշնամիների կորուստների մեկուսացման տան մեջ։ Սա ցույց է տալիս իշխանության ծայրահեղ թուլությունը, սխալները կամ կործանարար գործողությունները, որոնք կատարվում են կուլիսների ետևում և մինչև օրս։ Վեներան առաջին տան կառավարիչը կշռքում ունի ուժեղ էսենցիալ դիրք, իր տանն է, սակայն ընկած է 6-րդ տուն, հիվանդություն, պարտքեր, ծառայություն, ինչը նշանակում է, որ հարց տվող կողմը կամ երկիրը գտնվում է կախյալ ճնշման վիճակում։ Արեգակը 4-րդ տուն այրուձում գտնվում է իր գահին օբիտել 4-րդ տանը Մերկուրիի հետ միացության մեջ։ Սա խոսում է այն մասին, որ հենց հողի տարածքը և արմատների հարցը քարտեզում ունի ամենակենտրոնական և ծանրակշիռ դիրքը։ Ասպեկտների գործընթացը Լիլիի մեթոդով հարցի լուծումը կարող իրողությունը որոշվում է մոլորակների մոտեցող ասպեկտներով։ Լուսնի դիրքը Լուսինը աղեղնավորից մոտենում է եռանկյուն տրին ասպեկտին Սատուրնի հետ 12-րդ տանը սեքստիլ Վեներայի հետ։ Լուսնի և Սատուրնի իշխանության միջև կապը ցույց է տալիս, որ գործընթացը արդեն եղել է և էլի դեռ ընթացքի մեջ է, այստեղից հետևություն, բայց Սատուրնի թուլության պատճառով արդյունքը բերում է 12-րդ տան թեմաներ, կորուստ, հիասթափություն, ոչ մի լավ բանի չսպասեք։ Մերկուրի և Արեգակի միացությունը Մերկուրին գտնվում է Արեգակի ճառագայթների տակ այրված քաղաքական աստղաբանության մեջ, սա նշանակում է տեղեկատվության թաքցնում, գաղտնի պայմանավորվածություններ կամ փաստաթղթեր, որոնք հանրությանը դեռ ցույց չեն տալիս։ Աստված էլ վեթարից ազատի։ Լիլիի մեթոդով վերջնական դատողություն ըստ քարտեզի ցուցումների 10-րդ տան կառավարչի ղեկավարի դիրքը 12-րդ տան և անկման կարգավիճակում Սատուրնը խոյում հաստատում է իշխանության թույլ տրված կորուստները, կառավարման ճգնաժամը և գործընթացի ոչ շահավետ լինելը երկրի համար։ 4-րդ տան ուժեղ ընդգծվածությունը Արեգակն իր սեփական նշանում փաստում է, որ հողի տարածքային ամբողջականության թեման հանդիսանում է այս իրավիճակի գլխավոր առանցքը։ Ուիլյամ Լիլիի ավանդական հորար աստղաբանության կանոններով պատերազմի ռազմական գործողությունների և դրանց պատճառների վերլուծությունը կատարվում է հորար քարտեզի 7-րդ տան բացահայտ թշնամիներ, հակառակորդ կողմ 8-րդ տան մահ, կորուստներ, ճգնաժամ և Մարս մոլորակի դիրքերով։ Թշնամու հակառակորդի ուժը 7-րդ տուն, հակառակորդի կառավարիչը 7-րդ տան կուսպիտը գտնվում է Սկորպիոն, ինչը նշանակում է, որ թշնամու հակառակորդի գլխավոր սիգնիֆիկատորը Մարսն է։ Եթե մենք գնում ենք նատալ քարտ, Ադրբեջանը դարձյալ գտնվում է այնտեղ Սկորպիոնում։ Մարսի դիրքը Մարսը գտնվում է միավորների, երկորյակների նշանում 2-րդ տանը։ Մարսը երկորյակներում ակտիվ, շարժուն, տեղեկատվական և մանիպուլյատիվ ռազմավարություն է ցույց տալիս։ Նրա գտնվելը 2-րդ տանը, որը խորհրդանշում է երկրի ռեսուրսները, ֆինանսները և նյութական արժեքները, ցույց են տալիս, որ պատերազմի հարձակման գլխավոր թիրախը եղել է երկրի նյութական հիմքերի, ռեսուրսների, տարածքային հարստության յուրացման կամ սպառմանը։ Ինչու եղավ պատերազմ։ Մարսի և Սատուրնի քառակուսին քարտեզում ակնառու է կոնֆլիկտ, թշնամի և Սատուրնի 10-րդ տան կառավարիչ իշխանությունը, որը գտնվում է 12-րդ տանը, իրենց միջև առկա է լարվածություն։ Սա ուղիղ ցուցում է, որ պատերազմը եղել է իշխանության թույլ տված ռազմավարական սխալների, կուլիսային գաղտնի գործընթացների, 12-րդ տան և հակառակորդի ագրեսիվ հաշվարկների, բանակցությունները իմ կետից սկսելու բախման արդյունքում։ Լուսնի դիրքը 7-րդ տուն,
Լուսինը ժողովուրդը իրադարձությունները եւ ընթացքը գտնվում են հենց 7-րդ տանը թշնամու տիրույթում։ Սա նշանակում է, որ ժողովուրդը կամ հարցի կենտրոնում գտնվող սուբյեկտը Արցախը հայտնվել է հակառակորդի ուղիղ ազդեցության եւ վերահսկողության տակ, ինչն էլ հանգեցրել է այս բախմանը։ Հանձնման եւ ելքի պատճառները 4-րդ եւ 8-րդ տներ։ Տարածքի կորուստը 4-րդ տան կառավարիչ Արեգակը առուծում ուժեղ է, բայց նրա կողքին գտնվող Մերկուրին այրված։ Աստղաբանության մեջ սա նշանակում է տարածքային հարցերում որոշումները կայացվել են կուրորեն, առանց իրական հնարավորությունների ճիշտ գնահատմամբ, կամ առկա են եղել թաքնված պայմանագրեր։ 8-րդ տուն կորուստներ։ 8-րդ տան կառավարիչը Յուպիտերն է, որը գտնվում է 4-րդ տան հայրենի հողի վրա։ Սա բառացիորեն նշանակում է հողի տարածքի ճգնաժամ եւ կորուստ։ Ճգնաժամը մտել է անմիջապես երկրի արմատների եւ տարածքի մեջ։ Ըստ Լիլիի կանոնների, հակառակորդի նպատակաուղղված հարվածը երկրի նյութական տարածքների ռեսուրսներին Մարսը երկրորդ տանը, կառավարող ուժի աստղաբանական ծայրահեղ թուլությունը Սատուրնը անկման մեջ 12-րդ կորուստների տանը, ինչը թույլ չի տվել դիմադրել կամ ճիշտ կառավարել ռազմական ճգնաժամը։ Ուլյամ Լիլիի ավանդական հորար-մունդան աստղաբանության կանոններով երկրի ղեկավարի տվյալ դեպքում չասեմ ում անձնական պատասխանատվությունը, գործողությունները եւ դրանց որակը որոշում է քարտեզի 10-րդ տան իշխանության գերագույն հրամանատար եւ նրա կառավարչի կարգավիճակով։ Այս քարտեզում 10-րդ տան կառավարիչն է Սատուրնը, քանի որ տան կուսպիդը ջրհոսում է, ահա թե ինչպես է Լիլիի մեթոդը բնութագրում ղեկավարի մեղավորությունն ու գործողությունը։ Սատուրնը խոյում, ըստ Լիլիի անկման մեջ գտնվող մոլորակը խորհրդանշում է մի սուբյեկտի, ով զրկված է իրական ուժից, ընդունում է սխալ կամ կործանարար որոշումներ եւ ի վիճակի չի ճիշտ կառավարել իրավիճակը։ Սա ցույց է տալիս ղեկավարի ռազմական անկարողությունն ու թուլությունը եւ ճգնաժամի պահին։ Թաքնված գործընթացներ, կորուստներ 12-րդում։ Սատուրնը 12-րդ տանը ավանդական աստղաբանության մեջ ամենավատ տներից է, որը պատասխանատու է գաղտնիքների, ինքնակործանման, կուլիսային պայմանավորվածությունների եւ կորուստների համար։ Ղեկավարի սիգնիֆիկատորի գտնվելը 12-րդ տանը նշանակում է, որ նրա գործողությունները եղել են կամ հանրությունից թաքցված գաղտնի որոշումներ լիֆտի մեջ, կամ հայտնվել է իր իսկ ստեղծած թակարդում, ինչն էլ անմիջականորեն հանգեցրել է երկրի համար աղետալի հետևանքներին։ Քառակուսի ասպեկտ Մարս-Սատուրն թշնամու հետ քարտեզում առկա է հստակ քառակուսի ասպեկտ երկրորդ տան Մարսի թշնամու ագրեսիայի եւ ռեսուրսների յուրացում եւ 12-րդ տան Սատուրնի ղեկավարի միջև։ Սա ուղիղ ցույցում է, որ թշնամու գործողությունները եւ ղեկավարի կայացված որոշումները գտնվել են բախման մեջ, որտեղ ղեկավարը լինելով էսենցիալ թույլ անկման մեջ զիջել է դիրքերը թշնամու ճնշման Մարսից։ Ինֆորմացիոն մանիպուլյացիա այրված Մերկուրի։ Մերկուրին 4-րդ տանը Արեգակի ճառագայթի տակ։ Մերկուրին պատասխանատու է փաստաթղթերի, բանակցությունների եւ հայտարարությունների համար։ Նրա այրված լինելը 4-րդ տանը հող, հայրենիք փաստում է, որ տարածքային հարցերի շուրջ իրական բանակցությունները կամ պայմանավորվածությունները եղել են մթության քողի տակ, իսկ հանրության տված տեղեկատվությունները եղել են խեղաթյուրված կամ կուրացնող։ Աստղաբանական քարտեզը հաստատում է ղեկավարի ուղղակի եւ ծանր պատասխանատվությունը, մեղավորությունը, նրա անձնական սիգնիֆիկատորի ծայրահեղ թուլությունը խոյում եւ դիրքը գաղտնիքների կորուստների տան 12-րդ տուն ցույց են տալիս, որ Արցախի հանձնումը եղել են իշխանության անկարողության, կուլիսային սխալ քաղաքականության եւ թշնամու առաջ անձնատվության հետևանքով։ Ուլյամ Լիլիի ավանդական մեթոդոլոգիայով Սատուրնը 10-րդ տան կառավարչի բանակցությունների եւ փաստաթղթերի 4-րդ տան գտնվող Մերկուրին աստղաբանական վիճակները հստակ ցույց են տալիս այն կոնկրետ մակարդակի ռազմավարական եւ կառավարչական սխալները, որոնք հանգեցրեցին աղետալի արդյունքների։ Ռազմական անպատրաստվածություն եւ սխալ հաշվարկ Սատուրնը խոյում։ Աստղաբանական փաստ Սատուրնը գտնվում է Խոյի Մարսի տիրույթում անկման կարգավիճակում։
Սխալը խոյը խորհրդանշում է պատերազմ, ագրեսիա եւ բանակ։ Ղեկավարի մոլորակը անկումը պատերազմի նշանում ցույց է տալիս ռազմական գործի լիակատար չիմացություն, բանակի անպատրաստվածություն եւ սխալ հաշվարկի ռազմավարություն։ Նա փորձել է գործել ռազմական տիրույթում խոյ, բայց չի ունեցել դրա համար անհրաժեշտ էսենցիալ ուժ եւ ռեսուրս, ինչը հանգեցրել է ձախողման եւ նաեւ գրագիտություն։ Ինքնախաբեություն եւ կուլիսային կախվածություն Սատուրնը 12-րդ տուն։ Աստղաբանական փաստ Սատուրնը մեկուսացված է ծայրահեղ ծանր 12-րդ տան գաղտնիքներ, թակարդներ եւ ինքնակործանման տուն։ Սխալը կախվածություն արտաքին գաղտնի ուժերից կամ կուլիսային խաղացողներից։ Ղեկավարը թույլ է տվել ռազմավարական սխալ վստահելով մթության մեջ գործողի ուժերին։ Հայտնվել է միջազգային կամ դիվանագիտական թակարդում եւ կայացրել է որոշումներ, որոնք բերել են սեփական երկրի ինքնակործանմանը։ Անհաջող դիմադրություն թշնամու ճնշմանը Մարս Սատուրն քառակուսի աստղաբանական փաստ երկրորդ տան Մարսը թշնամու ագրեսիվ պահանջները լարված քառակուսի ասպեկտ ունի 12-րդ տան Սատուրնի հետ։ Սխալը ղեկավարը ունեցել է ակնհայտ անկարողություն դիմադրելու թշնամու ճնշումներին եւ ուլտիմատումներին։ Փոխանակ ճիշտ գնահատելու թշնամու իրական նպատակները, որոնք ուղղված էին ռեսուրսներին հողի յուրացմանը երկրորդ տան։ Նա կայացրել է կտրուկ, բայց էսենցիալ առումով թույլ որոշումներ, ինչը միայն բորբոքել է եւ առաջացրել է կոնֆլիկտ։ Տեղեկատվության թաքցնում եւ կույր բանակցություններ այրված Մերկուրի 4-րդ տանը։ Աստղաբանական փաստ Մերկուրին բանակցությունների փաստաթղթեր գտնվում է 4-րդ տանը հող, տարածք եւ այրված Արեգակի կողմից։ Սխալը սա քարտեզի ամենախոսուն ցուցումն է։ Ղեկավարը թույլ է տվել տեղեկատվական կուրություն եւ հանրությունից իրողությունը թաքցրել է։ Բանակցային ողջ ընթացքը եղել է այրված, անտեսանելի եւ խեղաթյուրված։ Նա կամ ինքն է կուրորեն վարել բանակցությունները, չհասկանալով ստորագրվող փաստաթղթերի իրական հետևանքները հողի համար 4-րդում, կամ միտումնավոր թույլ չի տվել, որ հանրությունը ու փորձագետները տեսնեն իրական վտանգը, ինչը զրկել է երկիրը ժամանակի ճիշտ արձագանքելու հնարավորություններից։ Ռեսուրսների եւ դաշնակիցների սխալ կառավարում Լուսինը 7-րդ տուն։ Աստղաբանական փաստ Լուսինը ժողովուրդը պետության ընդհանուր վիճակը ընկած է 7-րդ տուն հակառակորդի եւ արտաքին գործընկերների տուն։ Ղեկավարը պետության եւ ժողովրդի ճակատագիրը ամբողջությամբ կախվածության մեջ է դրել արտաքին ուժերից եւ հակառակորդի կամքից մինչեւ հիմա թելադրում են մեզ։ Նա չի կարողացել պահել ներքին սուվերենությունը, ինչի պատճառով երկրի գլխավոր ռեսուրսները Լուսինը հայտնվել է թշնամու միջավայրում եւ դարձել անպաշտպան։ Ըստ Լիլիի կանոնների նրա հիմնական սխալները եղել են ռազմական անպատրաստվածություն, կույր եւ գաղտնի բանակցությունների վարում, տեղեկատվության խեղաթյուրում եւ սեփական ուժերի գերագնահատում, արտաքին ուժերի թակարդում 12-րդ տանը հայտնված լինելու պայմաններում։ Ուիլյամ Լիլիի ավանդական աստղաբանական կանոններով պարզելու համար, թե այս իրադարձությունը հնարավոր է շրջանցել, թե արդյոք իրադարձությունն անխուսափելի էր ֆանատիզմ, թե հնարավոր էր խուսափել դրանից ազատ կամք, մենք պետք է դիտարկենք քարտեզի ընդհանուր դինամիկան եւ մոլորակների շարժման արագությունը։ Իրադարձությունների ընթացքի արագությունը Լուսինը աղեղնավորում։ Աստղաբանական փաստ Լուսինը իրադարձությունների գլխավոր շարժիչը գտնվում էր աղեղնավոր նշանում, որը երկմարմին փոփոխական նշան էր։ Մեկնաբանություն. ավանդական աստղաբանության մեջ փոփոխական նշանները ցույց են տալիս, որ իրավիճակը կայուն կամ քարացած չէր։ Դա նշանակում է, որ իրադարձությունների ընթացքը բաց էր փոփոխությունների համար։ Եթե Լուսինը լիներ ֆիքսված նշանում, օրինակ այռույցում կամ կարիճում, Լիլին կասեր, որ երկն անխուսափելի էր, բայց աղեղնավորի դիրքը հուշում է, որ իրավիճակը ճկուն էր եւ ճիշտ որոշումների դեպքում հնարավոր էր փոխել հունը եւ չունենալ այս դժբախտ պատմությունը։ Ուժեղ հենարանի արկայություն Արեգակը այռույցում 4-րդ տանը աստղաբանական փաստ 4-րդ տան կառավարիչ Արեգակը գտնվում էր իր սեփական նշանում եւ ուներ առավելագույն էսենցիալ ուժ։ 4-րդ տունը երկրի տարածքն է,
Պաշտպանվածությունը եւ հիմքերը։ Արեգակի նման հզոր դիրքը ցույց է տալիս, որ երկիրն ու տարածքը ունեին ներքին հսկայական դիմադրություն եւ պոտենցիալ դիմակայելու այդ ճգնաժամին։ Պետության հիմքերը թույլ չէին, ինչը նշանակում է, որ պաշտպանվելու իրական ռեսուրսներն ու հնարավորություններ եղել են։ Պետության հողերը թույլ չէին, պետության ղեկավարն էր թույլ։ Աղետի իրական պատճառները կառավարման գործոնը։ Քանի որ երկրի հիմքերը արեգակը ուժեղ էին, իսկ իրավիճակը փոփոխական լուսին աղեղնավորում, հարց է առաջանում, ինչու եղավ կորուստը, պատասխանը կրկին 10-րդ տան կառավարիչ Սատուրնի մեջ է, այսինքն Հայաստանի ղեկավարի դիրքերի մեջ։ Սատուրնը գտնվում է 12-րդ տան ինքնակործանում։ Սա նշանակում է, որ աղետը ոչ թե արտաքին անխուսափելի ճակատագիր էր, այլ ղեկավարների կողմից կայացված սխալ որոշումների կառավարչական կուրության ուղղակի հետևանք։ Լիլիի մեթոդով, երբ ղեկավարի մոլորակը հայտնվում է 12-րդ տանը, նա սեփական ձեռքերով եւ իր ղեկավարած համակարգը տանում է դեպի թակարդ, դեպի կործանման։ Այս քարտեզի աստղաբանական պատկերը փաստում է, այս աղետալի ելքից խուսափելը հնարավոր էր։ Եվ սա եղել է սխալ կառավարման արդյունք։ Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը բանակցությունները սեփական կետից սկսելու մոտեցումը եւ դրան հաջորդող կապիտուլյացիան հանձնումը ունեն շատ հստակ բառացի աստղաբանական արտացոլում։ Արցախը Հայաստան է եւ սեփական կետից սկսել Սատուրնը խոյում։ Աստղաբանական փաստ, իշխանության կառավարիչ Սատուրնը գտնվում էր խոյ նշանում։ Խոյը կրակոտ, իմպուլսիվ, ինքնավստահ եւ էգոցենտրիկ նշան է, որը ղեկավարվում է Մարսի կողմից։ Իշխանությունը հանդես է եկել խոյի բնորոշ ծայրահեղ իմպուլսիվությամբ, կտրուկ հայտարարություններով եւ միակողմանի հավակնություններով իր կետից սկսել, առանց հաշվի առնելու իրական ռազմավարական դիրքերը։ Քանի որ Սատուրնը խոյում գտնվում է անկման մեջ, Լիլիի կանոններով սա նշանակում է դատարկ հպարտություն։ Այսինքն բարձրակոչ հայտարարությունները չեն ունեցել իրական էսենցիալ ուժ, բանակային հենց դիվանագիտական թիկունք, ինչը եղել է թակարդի առաջին քայլը։ Աստղաբանական փաստ, այս նույն Սատուրնը, իշխանությունը, մեկուսացված էր 12-րդ տան, վերծանում։ Բանակցությունները սեփական կետից սկսելու եւ նախկին դիվանագիտական ժառանգությունը մերժելու ղեկավարը երկիրը տարել է դեպի միջազգային դիվանագիտական մեկուսացում 12-րդ տուն։ Նա կտրել է պետությունը արտաքին իրական դաշնակիցներից եւ հայտնվել է միայնակ թշնամու դեմ։ Օգնող չունեցանք, դաշնակից չունեցանք, բոլոր տեղերը հարաբերությունները ավիրվեց։ Կապիտուլյացիա եւ կործանում Մարս Սատուրն քառակուսի, աստղաբանական փաստ, երկրորդ տան, ռեսուրսներ, տարածքային հարստություն, ագրեսիվ Մարսը հարվածում է 12-րդ տան Սատուրնին, ճշգրիտ քառակուսի ասպեկտով։ Ավանդական աստղաբանության մեջ երկու չարաբաստիկ մոլորակների Մարսի եւ Սատուրնի լարված ասպեկտը խորհրդանշում է կործանում, ազնատվություն եւ բռնի ուժով պարտադրված կապիտուլյացիա։ Փաստաթղթի ստորագրում մթության մեջ այրված Մերկուրի, աստղաբանական փաստ Մերկուրին բանակցություններ, պայմանագրեր, ստորագրություններ 4-րդ տան հայրենիք հող այրված։ Սա բառացիորեն ցույց է տալիս, թե ինչպես է ավարտվել այդ ամենը։ Իմպուլսիվ քաղաքականության արդյունքում բանակցային ողջ պրոցեսը կուրացրել է, կապիտուլյացիոն պայմանագրերը, փաստաթղթերը ստորագրվել են մթության մեջ, գաղտնի եւ շոկային պայմաններում։ Ըստ Լիլիի քարտեզում հստակ փաստում է պատճառահետևանքային կապը, խոյի բնորոշ անհեռատես ու էմոցիոնալ հայտարարություններ, Արցախը Հայաստան է, իմ կետից սկսելը, չունենալով իրական ռազմական կշիռ, անկման Սատուրնը, երկիրն հասցրել է դիվանագիտական փակուղի մեկուսացում 12-րդ տուն։ Ուիլյամ Լիլիի ավանդական հորար-մունդան համակարգում երկրի անցյալի ուժը, պաշտպանվածությունը եւ այն գործոնները, որոնք նախկինում պահում էին պետությունը, որոշում էր քարտեզի 4-րդ տունը, արմատներ, անցյալ հող, նա ուժեղագույն մոլորակային կապերի դիրքում է եղել։
Պետության անցյալի ուժեղ հիմքերը Արեգակը առույցում 4-րդ տան, աստղաբանական փաստ 4-րդ տան կառավարիչ Արեգակը գտնվում էր իր հարազատ առույց նշանում Օբիտելում և հենց 4-րդ տան անկյունային տանը իր մեծագույն արժանապատվության մեջ։ Սա ցույց է տալիս, որ նախկինում երկիրն ուներ ամուր, իշխանական, էսենցիալ առումով հզոր պետական հիմքեր։ Առյուծի Արեգակը խորհրդանշում էր կայուն, հարգված, հաստատուն դիրք, որը հիմնված էր ներքին համախմբվածության, հողի նկատմամբ բացասական վերահսկողության վրա։ Այս ուժն էր, որ տասնամյակներ շարունակ պահում էր երկրի անվտանգային համակարգը։ Ռազմավարական բանակցային ժառանգություն Յուպիտեր 4-րդ տանը, աստղաբանական փաստ 4-րդ տան Արեգակի կողքին գտնվում է Յուպիտերը վերծանում։ Լիլիի մեթոդով Յուպիտերը մեծ բարերարն էր, որը խորհրդանշում էր իմաստություն, օրինականություն, միջազգային իրավունք և հզոր հովանավորչություն։ Նախկինում 4-րդ տան Յուպիտերի առկայությունը ցույց է տալիս, որ երկրի անվտանգություն պահվում էր դիվանագիտական, խելամիտ հավասարակշռությամբ։ Միջազգային իրավական ձևաչափով, օրինակ ԵԱՀԿ, Մինսկի խումբ և ուժեղ դաշնակցային ճարտարապետություն, որոնք թույլ չէին տալիս թշնամու մասին անցնել բացահայտ հարձակման։ Ներդաշնակ կապը ժողովրդի և հողի միջև Լուսին Յուպիտեր եռանկյունին, աստղաբանական փաստ 7-րդ տան Լուսինը կազմում էր բարենպաստ եռանկյունի ասպեկտ 4-րդ տան Յուպիտերի հետ։ Վերծանում Լուսինը խորհրդանշում է ժողովրդի հավաքական կամք, իսկ Յուպիտերը պետական ինստիտուտներ։ Նրանց միջև անցյալում եղած այս ներդաշնակ կապը փաստում է, որ նախկինում կար ազգային պետական միասնականություն, գաղափարախոսություն։ Ժողովուրդը վստահում էր պետության ռազմավարական ընթացքին, այն ներքին կայունությանը և բանակին։ Նախկինում գիտենք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է, ամենապատրաստվածն է և ամենահայրենասերն է։ Ուիլյամ Լիլիի ավանդական հոր Արմունդան աստղաբանության կանոններով երկրի ղեկավար 12-րդ տան անկման մեջ գտնվող Սատուրնի կողմից նախկին ժառանգության մերժումը և դրա հետևանքները բացահայտում են 4-րդ տան անցյալ հիմքերի դիվանագիտական պաշար մոլորակի կարգավիճակը։ Մերժեց դիվանագիտական իմաստությունը և իրավական հիմքը Յուպիտերի մերժումը, աստղաբանական փաստ 4-րդ տան անցյալի ժառանգությունը գտնվող Յուպիտերը խորհրդանշում է միջազգային իրավունք, նախկին բանակցային փորձ, հավասարակշռություն, մեխանիզմները և ռազմավարական դաշնակիցների ղեկավարների սիգնիֆիկատորը։ Սատուրնը հեռացել է այս տիրույթից, մեկուսացել է 12-րդ տանը, թշնամիների, գաղտնիքների, կուլիսային խաղերի տանը։ Վերծանում երկրի ղեկավարը մերժեց տասնամյակներ ձևավորված դիվանագիտական հայեցակարգը և բանակցային տրամաբանություն, օրինակ մադրիդյան սկզբունքները, փուլային տարբերակները, փոխանակ հենվելով Յուպիտերի բերած միջազգային երաշխիքների և դաշնակցային կապերի վրա, իշխանությունը որդեգրեց ամեն ինչ սեփական կետից սկսելու կործանարար մոտեցումը։ Այրեց և խեղաթյուրեց բանակցային ողջ գործընթացը, Մերկուրի այրումը։ Աստղաբանական փաստ 4-րդ տան բանակցությունների և փաստաթղթերի մոլորակը Մերկուրին գտնվում է ծայրահեղ ծանր այրված վիճակում։ Վերծանում իշխանությունը մերժեց բանակցային գործընթացի թափանցիկությունը, պրոֆեսիոնալիզմը և հետևողականությունը։ Մերկուրի այրումը ցույց է տալիս նախկինում եղած ռազմավարական բանակցային ինստիտուտները, փորձագիտական դպրոցներն ու դիվանագիտական հիշողությունները ամբողջությամբ անտեսվեցին, մոխրացան էմոցիոնալ քաղաքականության կրակում։ Մերժվեց պետականության կայունության հիմքերը, Արեգակի ուժի անտեսումը։ Աստղաբանական փաստ 4-րդ տան ուժեղ Արեգակը պետության ներքին պոտենցիալն ու ինքնիշխանությունը կապ չունի 12-րդ տան թույլ Սատուրնի հետ, ասպեկտի բացակայություն։ Նա գործում է իր աթոռի համար, ժողովուրդը իր համար։ Վերծանում ղեկավարը մերժեց և չօգտագործեց երկրի ներքին ռազմավարական և պաշտպանական հզոր պոտենցիալը։ Նա անտեսեց պետության հիմնասյուները, բանակի ավանդական կառուցվածքն ու ազգային համախմբման այն կույր համակարգը, առյուծ Արեգակ, որը նախկինում հանդիսանում էր անվտանգության գլխավոր վահանը։
Մերժեց ներքին միասնությունը և ժողովրդի իրական շահը, Լուսինի դիրքը։ Աստղաբանական փաստ, Լուսինը ժողովուրդը հայտնվել է 7-րդ տան հակառակորդի և արտաքին ազդեցության տիրույթում, վերծանում, մերժվեց ներքին համերաշխությունն ու պետության ու ժողովրդի միասնական շահը։ Հասարակության ներսում հաստատվեց պառակտման սև ու սպիտակ քաղաքականության հետևանքով ժողովրդի հավաքական ուժը զրկվեց իր բնական հենարանից և խաղալիք դարձավ արտաքին թշնամու ուժերի ձեռքին։ Եվ հիմա էլ շատ դժվար եմ ես նայում այդ քարտեզին, որովհետև հայ ժողովուրդը գտնվում է թշնամու տիրույթում։ Ըստ Լիլիի կանոնների Նիկոլ Փաշինյանը մերժեց նախկին դիվանագիտական ժառանգությունը, դաշնակցային ճարտարապետությունը, Յուպիտեր, բանակցությունների պրոֆեսիոնալ և թափանցիկ վարումը, Մերկուրի, պետականություն, ներքին ամուր հիմքեր։ Այս ամենի արդյունքում երկիրը զրկվեց ավանդական պաշտպանական վահանից, ինչն էլ ուղիղ ճանապարհ հարթեց դեպի պատերազմ, կապիտուլյացիա։ Այստեղից հետևություն ձեզ։ Եթե չեք հասկանա ասածներս, անընդհատ նայեք, որ հիշեք, և հիշեք, որ կապիտուլյացիայի ստորագրումը այնտեղ ոչ իմ ստորագրությունն է, ոչ ձեր ստորագրությունն է և ոչ էլ նախկինների ստորագրությունն է, դա այսօրվա երկրի ղեկավարի ստորագրությունն է, բայց ինչ ասեմ, կասեմ մենակ մի բան՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։